Հարգելի խորհրդարան, մեզ չի բացատրվել այս օրենքը ինչի համար է, ոնց կարա լինի այս օրենքը, սա փաստորեն աշխատուժի տեղաշարժի նկատմամբ հարկ է, ավելի շուտ, իսկ եթե գրանցվում են կապալ են անում, վճարվում են որպես այստեղի հարկատու, ապա այն չի ինչ-որ կառավարությունն է ասում։ Ամենայն հավանականությամբ մարդիկ պիտի 13% Ռուսաստանում ուզեն, 13% այստեղ տենց էլ կլինի, եւ այդ երկուսի գումարը իրոք անում է 26, պլյուս 42% Ռուսաստանում։ Արդյունքը կլինի, որ մարդիկ արդեն լրիվ կգնան, ավելի մեծ թափով։ Սա հակասում է ԵՏՄ-ի պայմանագրին, սա չի կարող դուր գալ ԵՏՄ-ն ստորագրած մյուս երկրների ղեկավարներին, սա խուլիգանություն է։ Եվ երկրորդը կա ԵՏՄ-ի դատարան, կարելի է դիմել դատարան նույնիսկ։ Ասեմ նաև, որ այս օրենքով դուք ուզում եք ասեք հայ ժողովուրդ, ձեր համար նույնիսկ ԵՏՄ-ն էլ չկա, ոչ միայն Եվրոպան չկա, այլ ԵՏՄ-ն էլ չկա, որովհետև երեք հարցերին տված ոչ մեկին հստակ չեն բացատրել։ Մենք այնքան ֆանտազիա ունենք տնտեսագիտական, որ իմանանք որն է ճիշտ, որը ճիշտ չի։ Առաջարկում եմ չանել այս բանը, կփոշմանենք։ Վարման կարգի վերաբերյալ որևէ բան չլսեցինք, Միքայել Մելքումյան։ Հարգելի գործընկերներ, երեք շատ բուռն անցավ քննարկումը, բոլորիս հայտնի է, ասեմ ձեզ, որ մեր կողմից եղան բավականին հարցադրումներ կապված այն ամբողջական տեղեկատվության ապահովման համար, որ կառավարությունը այդպես էլ չներկայացրեց, խոսքը գնում է օրենքի կիրառման ռիսկերի մասին, ինչ ծավալների մասին է խոսքը, քանի աշխատող է գնում արտագնա աշխատանքի Ռուսաստան, պետական բյուջեն ինչ պետք է ստանա, եթե մենք չունենք այդ գնահատականը սպասումների, մենք չենք կարող կողմ քվեարկել, եթե կառավարությունը մինչև երկրորդ ընթերցում կբերի, մենք կտեսնենք նորից քննարկենք, այս փուլում մենք միանշանակ ձեռնպահ ենք քվեարկում այս օրենսդրական նախաձեռնությանը։